Լեշմանիոզները հիվանդությունների խումբ են, դա մի հիվանդություն չի, աշխարհում տարածված են 3 տեսակի լեշմանիոզներ՝ մաշկային, մաշկալորձային եւ ընդերային։ Հայաստանում պատմականորեն արձանագրվել են ընդերային եւ մաշկային լեշմանիոզներ, այդ թվում նաեւ սովետական տարիներին, այն ժամանակ ընդերային լեշմանիոզի հիմնական օջախը եղել է Երևանում, որի արվարձաններում, Սարիթաղում, Արաբգիրում եղել է լեշմանիոզի դեպքերի 80%-ի արձանագրումը։ Իսկ մաշկային լեշմանիոզը ավելի շատ տարածված է եղել Սյունիքի մարզում։ Մենք 99 թվականից այս կողմ մաշկային լեշմանիոզի դեպքեր չունենք։ Ամբողջ աշխարհում ավելի շատ տարածված է մաշկային լեշմանիոզը։ Հիմա նկատվում է ընդերային լեշմանիոզի դեպքերի աճ։ Մենք արձանագրում ենք հատուկ այդ դեպքեր Հայաստանում, մինչև ունեցել ենք 14-15 դեպք։ Ամենաշատ դեպքերը արձանագրվել են անցյալ տարի 18 դեպք, բայց որից 2-ը դարձյալ բերովի են եղել Ղարաբաղից։ Լեշմանիոզը շատ է տալիս անախտանիշ դեպքեր եւ նման է լինում, ասենք ախտանշանները ուրիշ վարակիչ հիվանդությունների, դրա համար հաճախ մեր բժիշկները չեն կարողանում ախտորոշել։ Ախտորոշումը հնարավոր է միայն Երևանում, որովհետև շատ բարդ է ախտորոշումը, ոսկրածուծից քսուկ է արվում, մակաբուծաբանական հետազոտություն է արվում։ Ախտանշանները յուրահատուկ չեն, դրանք լինում է անկանոն տենդ, քաշի անկում, ախորժակի կորուստ, թուլություն, հյուծվում է աստիճանաբար եւ գունատություն է լինում, մոմանման է դառնում մաշկը, քանի որ աստիճանաբար անեմիա է զարգանում։ Այս ջերմությունը արդեն եւ փայծաղի մեծացումը բժիշկներին պետք է հուշի լեշմանիոզի մասին։ 2016 թվականին մենք արդեն ունեցել ենք 6 դեպք, որից 4-ը բուժվել են եւ մեկը շնորհիվ այդ երեխան մահացել է ուշ ախտորոշման հետևանքով եւ մի երեխա հիմա այս պահին բուժվում է, վիճակը կայուն է, լավ է։ Պայմանավորված որ երեխաներն են հենց Երեխաները եւ իմուն համակարգի հետ խնդիր ունեցող անձինք, այսինքն ամբողջ աշխարհում բավականին տարածված է միավձիա եւ լեշմանիոզ համավարակը, բայց մենք Հայաստանում այդպիսի դեպքեր չենք ունեցել։ Մեծահասակների մոտ արձանագրվում է այն անձանց մոտ, ովքեր իմուն համակարգի հետ խնդիրներ ունեն։ Մենք մեծահասակների մոտ ենք ունեցել դեպքեր, բայց ամբողջ աշխարհում է այդպես, հենց լեշմանիոզի հարուցիչը կոչվում է ինֆանտում, այսինքն հենց մանկական լեշմանիոզ է կոչվում սա։ Լեշմանիոզի ժամանակ ընդհանրապես օրգանիզմի դիմադրողականությունը թուլանում է, հաճախ այն զուգակցվում է այլ հիվանդությունների հետ, փաստորեն մեր բոլոր հիվանդները ունեցել են զուգահեռ թոքաբոր կամ միզուղիների բորբոքում կամ ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ, այսինքն աղիքային ինֆեկցիաներ։ Լեշմանիոզը հող է ստեղծում, որպեսզի այլ վարակներ եւս միանան։ Իսկ հիվանդությունը վերջնականապես բուժվում է, թե ամեն դեպքում ինչ որ հետքեր մնում են։ Չէ, վերջնականապես բուժվում է հիվանդությունը։ Իհարկե լինում են ախտադարձեր կամ դեղորայքի նկատմամբ կայունություն, բայց այս ընթացքում մենք Ղարաբաղից ենք մի դեպք ունեցել, որ ախտադարձ է եղել։ Բուժվում է, հենց մասնահատուկ դեղորայք է հատուկ այս հիվանդության համար։ Եվ լեշմանիոզի դեմ պայքարը շատ բարդ է, կախված է հիվանդության աղբյուրի հետ եւ փոխանցող մլակի տարածագոտու հետ։ Այսինքն մենք ունենք 12 տեսակ մլակներ, որոնք կարող են այս հիվանդությունը փոխանցել։ Եթե դրանց թվաքանակը մեծացավ, ռիսկը մեծանում է։ Եթե շների մեջ վարակը շատացավ, ռիսկը ավելանում է։ Մենք դրա համար աշխատում ենք այդ համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ ռիսկը։ Բայց շատ կարևոր է նաև եւ այստեղ մեծ է մեր լրատվամիջոցների դերը, որպեսզի նախ իրազեկեն մեր մայրիկներին, որ հնարավորինս իրենց բալիկներին զերծ պահեն մլակների խայթոցից, հատկապես ամառային սեզոնի ընթացքում երեխաների անպայման ցանցապատեն պատուհանները, եթե դրսում են քնացնում օրորոցի վրա ցանց տեղադրեն, նաև երեկոյան ժամերին, եթե երեխաներին դուրս են հանում, երկարաթե հագուստ հագցնեն մարմնի բաց մասերը ռեպելենտներով, քսուկներով օգտագործեն, որպեսզի երեխաները հնարավորինս պաշտպանված լինեն մլակների խայթոցից։ Ինչպես նաև իրենց շրջապատը մաքուր պահեն, որովհետև մլակի թռիչքի հեռավորությունը 1.5 կիլոմետր է, այսինքն միայն քո բակը մաքրելով հնարավոր չի պաշտպանվել, ընդհանրապես մեր շրջապատը պիտի մաքուր պահենք, որպեսզի այսպիսի վտանգավոր հիվանդություններից զերծ լինենք։